Չգիտեմ, այսօրվա հաղորդումը նայել եք թե չէ, համացանցում տարածվում էր եւ տարածում էր հատկապես Միկա Բադալյանը, անց ով հայտնի է ռուսներից ավելի ռուս լինելու իր ձգտումներով, առհասարակ, գիտեք, նմանների անունները տալու ժողովուրդ ջան, ես առաջարկում չկենտրոնանալ անվան վրա, այլ որովհետեւ այդ անունները պարզապես նշելու համար են, բայց սրանք բոլորը մի ինկուբատորի ճտեր են եւ աշխատում են Հայաստանի Հանրապետության դեմ իօքուտ իրենց գաղափարի, որն է իրենց թելադրված գաղափարը, իրենց մեջ սրսկած գաղափարը, որի դեմ իրենք էլ չեն կարող առնել։ Դա այն է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա ու շարունակի մնալ որպես տարածաշրջանում ռուսական անկլավ։ Սա է։ Իրենց փրկությունը իրենք տեսնում են ռուսական անկլավի մեջ։ Սա է։ Բնականաբար հենց այդտեղ էլ սխալվում են։ Հիմա մի հատ էս բանին Գերմանիայի փոքրիկ միցինգին անդրադառնանք ու գանք Ռուսաստանի թեմաներին։ Ես պարզապես ներողություն եմ խնդրում, որ հիմա պիտի ես պահին փորձեմ փնտրել այդ տեսանյութը, շատ խնդալու են էլի։ Հա, մի քանիսին էլ կանդրադառնանք իմիջայլոց, ովքեր որ ներկայացնում են այդ ամբողջ, ահա, խնդրեմ։ Տեսեք մեր համովները, մեր հերոսները, նայեք ինչ են արել Գերմանիայում։ Կներեք չեկեմ։ Ինչ ես պախվել արնետի պես, արնետի չուտ։ Եգոլ Փաշօղլի, դու հայ ես։ Եթե հայ լինես կգաս հայերի մոտ։ Մեր հարցերի պատասխանն է։ Համարդես արի, ու աննայի դերվեսրու, այդ անբարոյակային միասին հետ։ There are a lot of inconvenient questions to Pashinyan and also German authorities. Germany signed a gas deal with Azerbaijan. Այստեղ Ժայելին մատուզում է ասի ստոպ, ապեր, մի հատ շունչ քաշի, նոր խոսա։ Ուրեմն, այս փոքրիկ ակցիան, բնականաբար դաշնակցականների ներկայությունը այդտեղ գոյություն ունի, չենք կարող հերքել, հավաքվել էին Գերմանիայում եւ այն շատ կարեւորագույն ռազմավարական փաստաթղթեր ստորագրելուց հետո որոշել էին միտինգ անել բան։ Հիմա ես այս յոլոպուկիների մի հատ հարց ունեմ, էլի, ես հակահայ եսին ինչերին, հակահայաստանյան կերպարներին հարց ունեմ։ Այո, գոնե Ռուսաստանի այն հակապետական տարրերի հայերի, Ռուսաստանի այն հայերի, ովքեր որ հակապետական տարրեր են, գոնե դրանց չափ տասիկ ունեցեք։ Տեսեք, նրանք հակառուսական ցանկացած ակցիա բոյկոտում են, իսկ դուք ապրելով Ռուսաստանում, դուք ապրում եք Գերմանիայում ու չեք ուզում, որ մեր պետությունը Գերմանիայի հետ ունենա ռազմավարական, այսինքն վատ երկիր է Գերմանիան։ Վատն է, բախեք, դա մեկ, երկրորդ, այն Ռուպորով ապուշը, որ խոսում էր։ Դուրսայի, դայ խոսանք, դետագայցարի խոսանք։ Ես անասունին մի բան ասեմ, նո Աստծո ստեղծած անասունին, հա։ Մի բան ասեմ, որ դու դրանով ցույց ես դնում ոչ միայն քո գիտությունը, այլ քո վախերը, որովհետև խնդիրը հետևյալն է, տես։ Եթե դու իսկապես ձգտում ես նրան, որ հանդիպես, կարգավիճակով վարչապետ հանդիսացող անձնավորության հետ կապ չունի Հայաստանի Հանրապետության դեպքում։ Ես paragam Հայաստանի Հանրապետության։ Դու պիտի քո հարցադրումները դու լավ գիտես, ավելի կուլտուրական ու ճիշտ անես, որպեսզի առաջանա ցանկություն քեզ հետ հանդիպելու, քո հարցերին պատասխանելու։ Դու քեզնից պիտի մի բան ներկայացնես։ Բայց երբ որ դու չես ցանկանում որ հանկարծ հանդիպես, որ հանկարծ չկան հանդիպելու, դու սկսում ես այլ բան։ Օրինակ, հա, ասենք եթե մեկին ասես եղբայր, որ խնդրեմ մի հատ կմոտենաս, նա կմոտենա։ Հետո նոր դու կարող ես քո հանդիմանությունը, քո քննադատությունը, քո տեսանկյունը հայտնել, չէ՞։ Նա կմոտենա։ Բայց երբ որ դու ասես նո, երբ որ ասես արա լարից դե, բան, կարող ես ասես մա թաթալոշի ուշքդ գնա, կամ համարելով քեզ տազրուկ խոսքի, էլի ասենք։ Դու դա շատ լավ գիտես։ Եվ դրա համար ես ասում, արա հլա արից դե, ու դու նաև գիտես Գերմանիայում առասարակ ժողովրդավար երկրներում որոշակի իրավունքների մասին։ Եվ դրան գնում է նաև Հայաստանը։ Այնպես որ դու դրանով քո վախն ես ցույց դնում, դիտավորյալ խոսում ես այդպես, որ հանկարծ քեզ մոտեցող չլինի, որ հանկարծ չկան ասելու ինչ ա եղել ապեր։ Հասկանում ես։ Դուք ոնց եղել եք քակլաններ, այդպես շարունակում եք, մնան քակլաններ։ Դուք ձեր մաքսիմումը, այո, Հայաստանի Հանրապետության դեսպանատների առաջ միտինգ անելն է։ Ձեր հայրենասիրության գագաթնակետը, ձեր ուժի եւ դուխի դրսևորման բարձրագույն գործողությունը, որ դուք կարող եք իրականացնել, դա Հայաստանի Հանրապետության դեսպանատան մոտ ասել է թե Հայաստանի Հանրապետության դեմը կանգնել միտինգ անելն է։ Ձեր իրավունքն է, մեկ ասես շանտեղ դնող չկա, հարցը բավարժ է չի։
Բայց մենք հələ հասկանանք էլի դուք իսկապես Ալիևին ընկալել եք թշնամի կամ Ադրբեջանը ընկալել եք թշնամի բացարձակ ես խիստ ոչ միայն կասկածում եմ կամ խիստ եմ կասկածում ես խստագույնս վստահ եմ որ ձեր թշնամին վաղուց Ադրբեջանը չի վաղուց դեռ միջև Նիկոլ Փաշինյանը հասկանաք որովհետև դուք զբաղված չեք եղել ըմբռնելու ինչա Հայաստանը, ինչա ազգային արժեքները, ազգային ավանդույթները, ինչա պետք անել, որպեսզի կոչվել ազգի արժանի ներկայացուցիչ եւ այլն։ Այդ լակոտ զրույցը դրա մասին է, հասկանում ես։ Մաքսիմումն է քո այդ։ Ինչևէ, հա, ես կարող եմ հիշեցնել, այդ ձեր նման մի քանի ապուշել Հոլանդիայում էին միտինգ անում, Ալիևն էլ է գնացել եկել, Գերմանիայի էլ, Հոլանդիայի էլ, Ֆրանսիայի էլ, տո Իտալիայի էլ, Կանադայի էլ, բացեք նայեք իր այցերը մի քանի տարիներին, գոնե առնվազն վերջին 5 տարիներին լավ։ Չենք տեսել մի հատ հայ ժենասեր, սենց հզորագույն, մի հատ դուխով տղա, ցանկալի նաև նման տղաների խումբ, ինչի՞ չէ նաև կանայք։ Գնան կանգնեն ու ասեն հլու մի հատ տարի ստեղ արա մեր Արցախը գողացել ես մեզանից էթնիկ զտման ես ենթարկել հայ ժողովրդին, այ ցեղասպան։ Լավ, Ադրբեջանին թողնենք։ Կարող է մտածել եք, որ դե դա երևի անարդյունք կլինի, բոլորն էլ կդիտարկեն կհասկանան, դե թշնամիակ դրա համար է գնացել։ Okay, Ռուսաստանի դեսպանատան դիմաց։ Ռուսաստանի դեսպանատան տների դիմաց ոչինչ չկա անելու։ Բացարձակ ոչինչ չկա անելու։ Հա, ճիշտ է, ձեզ խապել համոզել են, որտեղ ռուսը ինչ աներ, եթե Նիկոլա արդեն տվել էր, հա։ Տեսեք, եթե Արցախը նոյեմբերի 9-ից հետո պիտի դարձյալ պաշտպաներ, կռիվ չպիտի լիներ, սա մեկը, սա ձեր պապաներն ու մամաներն են ասում, որ չպիտի լիներ, սա չենք քննարկում, որ հանկարծ չհարցակվի եւ այլն, եթե կարողանար դա Հայաստանը աներ, ինչ էր խաղաղապահ բերում մտցնում այդտեղ։ Ինչ էր խաղաղապահ բերում։ Իմիջիայլոց իսկ Հայաստանը ինչու չի կարողացել ապահովել արցախցիների անվտանգությունը, իրավունքը իրենց հայրենի երկրում ապրելու կամ իրենց հայրենի հողում, մեր բոլորիս հայրենի հողում, հա, իրենց մենակ չասենք, բայց քանի որ տեղաբնակ իրենք են համարվում, հենց տարածքով sense ամենանեղ բանով վերցնենք, հա։ Ինչի՞ չկարողացավ պաշտպանել։ Հա, ճիշտ է, ձեզ համոզել են, որ Նիկոլը գեներալ չէր, ռազմական արվեստին ծանոթ չէր։ Իսկ կներեք Գերմանիայի կանցլերը գեներալը ռազմական արվեստին նենց օբշի ծանոթ է, հա, ասենք ես ինչքան գիտեմ Գերմանիան էլ հիմա ուժեղ պատրաստում է, ոչ միայն Գերմանիան, բոլոր Եվրոպայի երկրները ուժեղ պատրաստում են որպեսզի դիմակայունություն ստեղծեն, գիտեք ումից պաշտպանվելու համար, Ռուսաստանից։ Բայց աբսուրդ բան ասեմ, հերթական աբսուրդը։ Եթե Ռուսաստանը հարձակվի հանկարծ մի օր Եվրոպայի վրա, դիցուկ սույն անձնավորության վրա ով ռուպորով խոսում էր, այնտեղ զինվորների մեջ ռուսներ դարձյալ չեն լինելու, ոնց որ չկան Ուկրաինայում։ Կամ կան շատ մի 5-10% են կազմում։ Լինելու են հայեր, չեչեններ, թուրքեր ինչու ոչ, ինգուշներ, թաթարներ, չգիտեմ, այնտեղ ղազախներ, կիրգիզներ եւ այլն։ Հասկանում եք, դուք ես խոսքս ուր եմ տանում։ Շատ հնարավոր է ձեր ծնողի վրա կրակող, իսկ Ռուսաստանը Ուկրաինայում ցույց է տալիս, որ կարող է քաղաքացիական անձանց խփել, կարող է հոսպիտալներին խփել, որտեղ որ հնարավոր է ծնվելուց լինի ձեր առաջնեկը, Աստված չան։ Կարող է այ հենց այդ հրահանգը տվող անգամ տեղում ռազմական գործողության ժամանակ լինի հայ, պատկերացնում եք։ Ոնց որ կա Ուկրաինայում, տեղյակ եք, որ Ուկրաինայում 7000 զոհ ունենք արդեն։ Ռուսաստանի կողմից կռված հայերի թիվն եմ ես ձեզ ասում։ Դաշնու Ռուսաստանի դեսպանատան դեմը միտինգ չկա անելու մեր հայ ժողովրդի համար։ Էթնիկ, իր համար մաքրում է Ռուսաստանը, սրբում է։ Պուտինը, այո։ Չկա ոչ մի բան անելու։ 7000 հայ տղա է գնացել։ Հանուն ոչնչի զոհվել։ Հասկանում եք ձեր գաղափարական սնանկությունը առհասարակ ուր է հասցնում։ Սա շատ վատ բան է։ Շատ վատ բան։ Չէ, բայց դուք շարունակեք նույն ոգով։ Գոնե մենք սկսում ենք դեմքերով ճանաչել նաև այն բոլոր ապուշներին, ովքեր որ հակապետական գործունեություն են, հակահայկական գործունեություն են ծավալում արտերկրում։ Գիտեք, եթե դուք Փաշինյանի դեմ միտինգ անեք այլ պատճառներով, ես գուցե այլ մեկնաբանություն տայի, որովհետև ես խնդիր չեմ դրել, որ այ դուք դուրս եկեք ել Փաշինյանի դեմ միտինգ եք անում, դրա համար հիմա ես խոսում եմ, ես անուն էլ կտնեք պաշտպանեմ։ Չնայած ես ում ուզեմ կարամ պաշտպանեմ, դա իմ սահմանադրական իրավունքն է։
Բայց խոսքը դրա մասին չի, պաշտպանելու մասին չի։ Խոսքը նրան մասին է, որ դուք ուրիշ երկրում արդարացնում եք Ալիևին։ Դուք ուրիշ երկրում չեք ասում, որ Ադրբեջանը գողացավ մեզնից մեր հայրենիքը։ Դուք ուրիշ երկրում ասում եք, որ Հայաստանը մեր հայրենիքը տվեց Ադրբեջան, այսինքն Ադրբեջանը մեղավորություն չունի։ Դուք ուրիշ երկրում ասում եք, որ մեր զինվորը թշնամու գնդակից չի ընկել։ Հասկանում եք, դուք ուրիշ երկրում ինչքան ապուշություններ եք ասում, որոնք որ կամա թե ակամա ուղիղ հարվածում են մեր պետությանը։ Դուք չեք զանազանում, որն է նշանակում պետությանը կպնել, ու որն է նշանակում վարչապետին կպնել։ Չնայած դուք ով եք, որ իմ երկրի վարչապետին առհասարակ կպնում եք։ Ով եք դուք։ Գերմանիայի քաղաքացիներ։ Գնացեք ձեր համար պախատ եք անում, աշխատում եք արդար քրտինքով թե անարտար քրտինքով։ Հարկերը մուծում եք Գերմանիային։ Ձեր Գերմանիայում ապրելուց հզորանում է Գերմանիան։ Դուք ով եք Հայաստանի ղեկավարին անուն եք դնում։ Ով եք դուք։ Պուտինին եք սատը, գերմանացիները կուրսի են, որ դուք Պուտինին եք սատարում, շատ sense բան ձևով։ Բա որ հանկարծ տեղեկանան արա։ Բա որ հանկարծ հասկանան։ Բա որ հանկարծ մենք նրանց սկսենք բացատրել։ Բա որ հանկարծ ու մեր բացատրելու կարիքը չկա, իրանք այսպես թե այնպես հասկացել են։ Գժվել եք դուք։ Նույնը Կանադայում։ Անես թշնամաբար տաշնակները հարվածում էին դեսպանատան հետ ցուցանակին, ես կյանքում չեմ տեսել արտերկրում մեկին, ով այդպես մի հատ քար կնետեր մի հատ ադրբեջանական դեսպանատան ուղղությամբ։ Գիտեք ինչու, որովհետև շատ լավ գիտեք, որ հատուկ ծառայությունները ծեփելով տեղում կտանեն։ Դուք այդ ծեփվելուց վախենում եք։ Ուր մնաց եք այք Հայաստան, մնայք կարի, ես դրանք մի կողմ։ Ծեփվելուց վախենում եք դուք։ Բայց շատ լավ իմանալով, որ Հայաստանի դեսպանատնից չեն զանգի հատուկ ծառայություններին ու չեն ասի, որ այս պահին մեր դեսպանատան վրա հարձակում ա լինում, որովհետև ձեր մակարդակի չեն մեր դեսպանատանների աշխատողները, նրանք գոնե խղճում են ձեզ։ Դուք անում եք վանդալիստական գործունեություն Հայաստանի Հանրապետության դեմ։ Այսքան բան։ Հիմիկակ, հա, իմիջ այլոց, միջև Ռուսաստան գալ է։ Հələ ես դեսպանատների մասով էլ։ Ինչի համար եք դուք գտնվում Գերմանիայում։ Անկեղծ ասեմ, վերջերս մի գրառում էի արել, այնտեղ մեկը ինձ հանդիմանել էր, եկած տղա ես համոտ չէ, Նիկոլին ես պաշտպանում, չնայած իմ հրապարակումը ուրիշ բանի մասին էր, ես էլ մի քիչ կոպիտ պատասխանեցի, անկեղծ ասում եմ, ես պարզապես շատ մեծ գերդաստանա մեր եղել էլի, մի 50 դվարնի քուր աղբեր ունեմ, երևի մենակ հորս կողմից, բայց շատ քչերն են իմ համար քույր կամ եղբայր այնտեղ էլի, ցավոք սրտի, ես տեսեք միշտ եմ էլի այդ ասել, մի քիչ խորքից գամ լավ, միշտ եմ ասել, որ ես ունեմ նաև անձնական, ոչ միայն քաղաքական կամ քաղաքացիական, այլ նաև անձնական դրդապատճառներ 3 նախկին նախագահացուներին ատելու համար, եւ ես այո ատում եմ, դա իմ գործն է։ Մեկի կառավարման ընթացքում իմ մեծ գերդաստանը բաժան եղավ։ Ասում եմ, մենակ 50-50-ից ավել դվարնի քուր աղբեր հորս կողմից ունեմ։ Հավատացեք, մոտ այդ հələ դվարն է, որ հորող պորտուղա հոր քուրի աղջիկ սենց։ Ես չեմ խոսում հորող պորտորներ, այստեղ ուրիշ կինոյ է, այստեղ չեմ մտնի ես։ Նրանց մի մասի հետ առհասարակ շփում չեմ ունեցել։ Լևոնին ասել եմ, ատում եմ, որովհետև նրա ժամանակ իմ մեծ գերդաստանը բաժան եղավ։ Բաժան, հատկապես երկրաշարժից հետո, ոչ թե երկրաշարժից հետո վնասն էր միայն մեծ, այլ նաև այն հույսը, որ սպանել էիք նրանց ներսում։ Քոչարյանի ժամանակ իմ ընտանիքը բաժան եղավ։ Մեկս դուրսը, մեկս Հայաստանում, հետո մյուսն էր դուրսը, այն մյուսս էր Հայաստանում։ Սերժի ժամանակ ես արդեն ամուսնացել էի ու տղաս նոր էր ծնվել, դեռ աղջիկս չկար։ Այդ ընտանիքս նորաստեղծ փուճուրիկ ընտանիքս բաժան եղավ, ես ստիպված եղա ինչ-որ մի պահի գնալ եւ ապրել ու ստեղծագործել Ռուսաստանի Դաշնությունում 2-3 տարի։ Իհարկե ընթացքում նրանց էլ բերեցի, չնայած կինս լինելով ռուսերենի ու անգլերենի մասնագետ, ատում էր Ռուսաստանը պարզապես։ Ուղղակի ժամանակ ուրիշ տեղ չէին կարող գնայինք։ Ես այս 3-ին ատում եմ, նրանք հայկականության ոչնչացման քավորներն են։
երիտ թուրքերն են ինձ համար ու ոչ մի բանով չեն զիջում։ Եվ եթե երիտ թուրքերը զբաղված էին միայն ֆիզիկական, հայերի ֆիզիկական ոչնչացմամբ, սրանք զբաղված են եղել հայերի բարոյական ոչնչացմամբ, որը պակաս չի բացարձակ։ Բացարձակ դեռ հնարավոր է շատ ավելի մեծ վնաս է տալիս։ Հասկանում եք։ Հիմա այս խորքից եկա, որպեսզի հասկանալի լինի, թե ինչի է ինձ մոտ այս հարցը առաջացել։ Գրառման ժամանակ էստեղ են մտնում, ինձ հանդիպանում, ասում ով ես մտնում իլ անձնականը, մտնում եմ տենում եմ մի հատ դվայորնի աղբերա 60 տարեկան մարդ։ Արասում խես սաս բան գրում ինձ։ Դե ապճան, դե ուսկոմ լենա կանցենք, բայց ինքն էստեղ չապրում, Ռուսաստան ապրում։ Բայց Նիկոլը Հայաստանը քանդում է, ասում եմ լուրջ, բահա։ Երկիրը քանդում է։ Այսինքն ես այս պատմությունը պատմում եմ, որ հասկանաք, որ ես ես իմաստով անողոք եմ բոլորի հանդեպ, կապ չունի, հարազատ բարեկամ։ Ասում եմ, այսինքն ուզում ես ասես, որ երկիրը եղել, Նիկոլն էլ քանդում է։ Դե չէ, ասում եմ, դե չէ, այսինքն ի՞նչն է քանդում։ Ասում ես երկիրն է քանդում, ճիշտ է։ Այսինքն երկիրը եղել, Նիկոլն էլ քանդում է, չէ՞, քո ասածը տենց է։ Բա որ երկիրը եղել, 60 տարեկան տղա է, ես քեզ կյանքից մեջ 6 անգամ տեսած չկամ։ Բա խեր դու սաղ կյանքդ Ռուսաստաններում ապրել։ Երկիրը է, չէ՞, սիրտդ էլ ցավում է, չէ՞։ Նիկոլն էլ եկել քանդում է։ Դու ախր եթե 18-ից հետո գնացած լինի, մի տեղ կտեղավորեք, ասել լավ, ինքն էլ տենց է մտածում։ Բայց ո՞նց կարա սենց լինի։ Հիմի հարցը, այո, ես էլ եմ գնացել Հայաստանից, 2 անգամ գնացել եմ այն մտքով, որ ես մշտական եմ գնում։ Մեկը Եվրոպա, մյուսը Ռուսաստան, արդեն ասեցի։ Տենց է եղել։ Ոչ թե որովհետև հացի փողի խնդիր եմ ունեցել, որովհետև բարոյական տեսանկյունից ճնշվածությունը այս շնչահեղձ լինելուց եմ արդեն եղել։ Ու այդ ժամանակները պայքարելը մի քիչ այդքան հեշտ չէր, էլի։ Այդ հիմա ասես մի քիչ հեշտ դարձել Facebook բան մտնել։ Այն ժամանակները շատ ավելի սարսափելի էր վիճակը։ Ու գուցե այդքան տեսանելի չի եղել։ Հիմա ամբողջ կյանքն ա եղել պայքար, այդ իմաստով։ Այնպես չի նոր եմ սկսել խոսել կամ բան։ Ու մեկ որ կանես Նիկոլը գնաց ինչ ես անելու, ինչ որ արել եմ Նիկոլից առաջ։ Նիկոլը ուր էլ գնա, ով էլ գա, Հայաստան այլևս հետ չի գնալու, որովհետև ժողովրդավարությունը հասնել, որովհետև քաղաքացին սկսել է հասկանալ, որ ինքն է տերը երկրի։ Դուք էլ չեք կարող, անգղերի նման նստած սպասում եք, երբ երկիրը ծնկի գալու, որ դուք լեշակերների նման հարցակվեք նորից սկսեք գզել։ Հեսա այդ թեմային էլ կանդրադառնամ 2 բառով։ Ավելի կոնկրետ էլի։ Հիմա ես ապուշ յոլոպուկիներին հաս, բայց դուք ինչ եք անում Գերմանիայում։ Այո, Գերմանիայում շատ հայեր կան։ Ես էլ ունեմ ընկերներ, բխի մենակ Գերմանիայում, տես մարդ կար ժողովուրդ ջան, ստեղ չաթում, հենց հիմա, որ արտերկրում ապրող բարեկամ չունի։ Ընկեր չունի, հարազատ չունի։ Դա տես մի հոգի, չկա։ Բայց դա դարձրել էին գլուխ գովալու առարկա։ Աշխարհում 10 միլիոն հայ կա։ Ճիշտ է, Հայաստանում մի 2 միլիոն, բայց աշխարհում ու մենք դրանով հպարտանում ենք, ամոթ չէ՞։ Ամոթ չէ՞։ Չենք հասկանում, իսկ եթե իսկ տենց քանդվում է, տենց վերջանում է։ Երկրները հենց տենց են վերջանում։ Երբ որ ապրողը չի լինում մեջը։ Դրա համար ստեղծվում են խնդիրներ, որպեսզի երկրի ներսում ապրողը չլինի, որպեսզի հեշտությամբ զավթեն։ Խիես գնացել արա։ Հիմա էլ դուրս ես եկել, ինչի՞ց ես խոսում։ Ո՞վ ես դու։ Ուսայվ բոլորին էլ ասելու եմ։ Իմի ջայլոց, ստեղ պետք է մի բան նկատենք էլի, ժողովուրդ ջան։ Տեսեք, եթե իմ երկրի ղեկավարը ենթադրենք Պողոս Պողոսյանն է, ու ես ընդդիմադիր եմ, ասենք թե, չեմ էլ ընդունում իրեն, բայց չեմ հարգում իրեն, բայց չեմ կարող չընդունել, որովհետև լեգիտիմ ընտրությունների արդյունքում նա դարձել ղեկավար։ Ու ես էլ չեմ սիրում իրեն, բայց իմ երկրի ղեկավարն է։ Փորձի մեկը երկրորդ, երրորդ երկրներից իմ երկրի ղեկավարի հասցեին վատ բաներ ասի։ Առավել ևս նման վատ բաներ։ Ասեմ ինչ եմ ասում։ Ոչ թե Հայաստանում եմ ասում դրսից։ Հայաստանի ապրողները, Հայաստանի քաղաքացիներն են իրենց ասելիքը կարան ասեն։ Իհարկե ցանկալի է մի քիչ խելոք նորմալ ձևակերպումներով։ Բայց ամեն մեկի դասիրակությունն է ցույց դնում, հարցը չէ։ Որովհետև երկրի լեգիտիմ ղեկավարը, պետության լեգիտիմ ղեկավարը տվյալ պետության խորհրդանիշն է հանդիսանում, քան ինքը ղեկավարը։ Սա ոչ թե ես իմ ցանկությունն եմ ասում, այլ ասում եմ, այն ինչ որ կա։ Դա այդպես է։ Դրա համար հատուկ պաշտպանություն ա լինում, դրա համար երբ որ երկրի ղեկավարը տեղափոխվում է մեկ այլ երկիր,
ընդունելության տարբեր կարգեր գոյություն ունեն, որովհետև եկել է տվյալպետության խորհրդանիշը, կենթանի խորհրդանիշը իրենց երկրում։ Հասկանում եք։ Եթե դու դրսից իմ երկրի, քո երկիրը չի։ Հիմա այդ Գերմանիայում հավաքվածներին ասեմ, Հայաստանը ձեր երկիրը չի, հասկացա՞ք, ձեր երկիրը Գերմանիան է։ Ինչ շատ քիչ հետաքրքրում, դուք հայ եք, ռուս եք, թուրք եք, վրաց եք, բացարձակ այդ չի հետաքրքրում։ Ձեր երկիրը Գերմանիան է։ Դուք Գերմանիայի քաղաքացիներ եք։ Վերջ։ Հիմա եթե դուք Գերմանիայի քաղաքացիները Հայաստանի Հանրապետության ղեկավարի հասցեին նման բաներ եք ասում, ուրեմն դուք վիրավորում եք իմ պետությանը։ Հասկանում եք դուք սա թե չէ։ Ինձ համար թե ազգությամբ դուք ով եք, ինձ քիչ է հուզում, որովհետև ինձ համար շատ ավելի կարևոր է, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, շատ ավելի կարևոր է, օրինակ, մի եզդու, մի հնդիկի, ով Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, մի ասորի, մի մալականի բարձրացրած խնդիրը շատ ավելի կարևոր է, բարձրացրած ձայնը, ասելիքը, քան այն հայերը, ովքեր որ պարզապես ուրիշ երկրի քաղաքացի են։ Սա ավելի բարձր դիրքում, որովհետև սա իմ պետության մասին է, որտեղ որ ես համակեցության կանոններով ապրում եմ մնացած քաղաքացիներ եւ անկախ ազգությունից։ Սա պետությունը իր քաղաքացիներով։ Դուք ազգություն եք ներկայացնում մեկ այլ երկրում։ Գնացեք ձեր համար այդ երկրի դարդուցավով տապակվեք ապրեք։ Գործ չունեք իմ պետության հետ։ Բայց այստեղ մի նյուանս կա։ Իհարկե, այս բաներից գուցե ընդունված չի խոսելը։ Այստեղ մի նյուանս կա։ Շատերը սա այս ասելիքս կարող է ըմբռնեն, թե ես սփյուռքահայության դեմ բան եմ խոսում։ Ես սփյուռքահայության դեմ չեմ կարող բան խոսել։ Հասկանում եք։ Բնականաբար նրանց դեմ չեմ խոսում։ Ոչ, ես պարզապես ասում եմ, որ սփյուռքահայության գործոնը պետք է դրվի ավելի որոշիչ հարթության վրա։ Եթե իհարկե սփյուռքահայությունը ցանկանում է Հայաստանի Հանրապետությանը օգտակար լինել, եւ եթե իհարկե Հայաստանի Հանրապետությունն էլ կարծում է, որ սփյուռքահայությունը օգտակար է։ Մենք հայ ժողովուրդը կարծում ենք, որ սփյուռքահայությունը, եթե ինստիտուցիոնալ դրսևորվի, շատ ավելի պետքական կլինի, շատ ավելի կարևորվի։ Սա է հարցը։ Բայց դա չի նշանակում, որ նրանք կարող են երկրի երբեմն իշխանություն կապ չունի որ իշխանություններին։ Ես այնքան անկեղծ եմ ստեղ ժողովուրդ չեք պատկերացնի։ Ես պատմել եմ այդ դեպքը էլի կպատմեմ։ Անգամ Ռոբերտ Քոչարյանին, ում ես ատում եմ, Հոլանդիայում իմ ընկերը, իմ տան ընկերը բան ասեց մի հատ լատիշի ներկայությամբ։ Ես իմ ընկերոջը շանորն եմ դրել։ Ատելով Քոչարյանին իմ ընկերոջը շանորն եմ դրել։ Շլեմ մեն որ խոսքա չէ, խոսի սուկին սին, ու նաշ սուկին սին։ Դու այս լատիշի մոտ մեր երկրի ղեկավարին անկախ նրանից անօրինական է, հանցագործ է, այս լատիշի մոտ Հոլանդիայում մի հատ լատվիացի նստած սրա մոտ իմ երկրի ղեկավարին ջիժես դու արա։ Սա ըմբռնողունակության ազգային արժանապատվության մասին է առասարակ։ Ես տենց եմ մտածում, որը որ ցավոք սրտի դուք չեք մտածում, որովհետև դուք այս ազգի հետ կապ չունեք։ Հետո սփյուռքահայության մեջ կան մարդիկ, ովքեր ասում են, բա մենք եթե չօգնենք Հայաստանում ոնց կապրեմ։ Գիտեք ինչ, դուք օգնում եք ձեր հարազատներին։ Ձեր հարազատներին եք օգնում։ Ես չգիտեմ ոնց կապրեմ, ոնց է։ Ինձ թվում է, որ շատ-շատերը լոդր են դարձել հենց դրա համար, որ դուք օգնում եք ձեր հարազատներին, ձեր ընկերներին։ Շատ շատերը սովորել են չաշխատելու։ Այսինքն ինչ որտեղ ինքնագործունեությունը որոշակի վնասել է տվել, չէ՞։ Այդ ձեր կյանքին իհարկե աջակցություն կարելի է ցուցաբերել։ Բայց կներեք, խնդրում եմ, օրինակ իմ հարազատներ ջան, ինձ ցուցաբերած աջակցությունը մի վերագրեք այս մարդկանցից որևիցե մեկին եւ այս մարդկանցից որևիցե մեկի հարազատներ ջան, ձեր իրենց արած աջակցությունը մի վերագրեք ինձ կամ իմ պետությանը։ Դրանք մեր անձնական հարաբերություններն են։ Իսկ պետություն, սփյուռք հարաբերությունները այլ հարթության վրա են։ Իմիջայլոց ցավոք սրտի, այո, 44 օրյա պատերազմի ընթացքում եւ հետո մենք տեսանք մեր սփյուռքը մոտավորապես ինչի ընդունակ։ Էլի շնորհակալություն այն փոքր թող, այդ իրը այն որ ասում ենք 10 միլիոն ենք դրսում, մենք այդ 10 միլիոնին չտեսանք։ Մենք տեսանք մոտ 200,000-ի, 100,000-ի, 150,000-ի։ Բայց մենք այդ 10 միլիոնին չտեսանք։ Ոչ տեսանք դրսում որոշակի գործողություններ անելուց, ոչ տեսանք բանով։ Առանցին էլի եմ ասում, մոտ, այսինքն 10 միլիոնից 100,000-ը քանի տոկոս ստանում, մի տոկոսը։ Իսկ մի քանի տոկոսն են իրենց դրել իսկական հայի տեղ, 80%-ը։ Վատ եք։
կներեք արտահայտության։ Եվ ես այդ մի տոկոսի կյանքին մեռնեմ։ Այդ մի տոկոսի կյանքին մեռնեմ։ Իրանք հայ են։ Գուցե փողը չեն ուղարկել հիմնադրամին։ Այդ չի հարցը, բայց այն գործողություն են արել։ Ինչը շատ ավելի թանկ արժի, եթե ուզում եք իմանալ։ Դասավորվել են։ Այդ Գերմանիայում քանի հատ միտինգ արի 44 օրյայի ընթացքում, որ հելել եք այսօր ես ինչեր եք խոսում արա։ Ո՞վ եք դուք։ Եթե ձեզ Միկա Բադալյանն է կիսում FSB-ի գոջին, ես ձեր տեղը կարող եմ ամենակ ցեի, հանգարցա չդիտարկեք, որ ես ձեզ դրթում եմ ինքնասպանություն գործելուն, բայց այնուամենայնիվ, հիմա գանք Ռուսաստան, քանի, կար, Ռուսաստանում ես գիտեմ, որ եթե 2-3 հոգի մի տեղ հավաքվում են, արդեն լավ չի, իսկ եթե հավաքվում են պաստառով, դա անգամ են Կարինոյի Մոսկվիչի համար, բանա, անձնասպանության պես մի բանա, հիմա եկեք միասին գուշակենք, այդ ով է դաբրո տվել, ինչ դաբրո է տվել, որ որոշ հայեր, իրենց կամ հայ հռչակատ անձիկ, դուրս են եկել էին, կանգնել էին այդտեղ։ Ու էլի հարցեր առաջանում, գրեթե նույն հարցերից է բնականաբար, բայց այստեղ արդեն Ռուսաստանն է, այնտեղ հələ Գերմանիան էր։ Առավոտից Իրիկուն Արշակ Կարապետյանը նստած ասում է պապկի մեջ փաստաթղթեր ունեմ։ Նայեք չհրապարակեմ։ Դուք գեներալներ մի ենթադրեք, ես ինչեր է խոսում, ապուշ բաներ է խոսում։ Փախած գեներալ Օվսևլիչը հանձնել փախել է։ Արի, եթե այդպես չի, մեղադրանքը մոտավորապես դա է։ Եթե այդպես չի, այն դատարան, այսօր ոչ Աչապահյանին դատարանը որոշում կայացրեց, որ գնա բան օպերացիա լինելու։ Նույն Իզմիրլյանում իմիջայլոց։ Այսինքն փաստում ենք, չէ՞ որ դատարաններին զանգ չկա, որ բռնապետություն չի, պատվերով մարդկանց չեն հավքում եւ այլն։ Թե չէ, այդ կամեներ կմեռներ, նրանով էր տեր կանգնելու։ Արի դեր կանգնի քո թասիբին, սրա նրան ես ասում դուք չեք կարողանում բանը, փուրն ես տալիս արիֆներին։ Արի դուք պագոնին հələ տեր կանգնի քո թասիբին, իրավաբանական մասով, այդ իմաստով ոնց էր Դավիթ Ինչյաներ, բանը առաջվա բանը։ Այդ իմաստով հալալ է նրան հալալ է, ես անկեղծ եմ ասում։ Մնաց պաշտպանում, անգամ էլ եթե մեկ կա կամ դատարանը որոշել է, վճիռ կա, չկա, չգիտեմ, այնուամենայնիվ ինքը գնում է ճամփով իրան արդարացնելու։ Գայր աներ։ Հիմի հարց Արշակ Կարապետյան։ Լավ, դու չես գալիս ջանդամ գաս։ Այլ առավոտից Իրիկուն Նիկոլ ասելով ֆռում եք։ Հիմի Նիկոլը Մոսկվայում է։ Դու մոտիկացի։ Ասա լարից տեղ ալես։ Ես ինչ ես սարքել իմ աննետել դավայ թափտուր քեզ մոտ։ Հավոքիսոս ներսի տղամարդում, ներսի շվարցնեգրին մի հատ զարթնացրուս մի հատ գնա մի հատ։ Եթե ես արդար լինեի ու ստիպված լինեի փոխած լինեի ուրիշ երկիր, ու առավոտից Իրիկուն եթերով տվյալ իմ երկրի ղեկավարին բան ասեք, դա կլիներ իմ համար շանս, ինչ որ կերպ բան անելու, աչքի ընկնելու։ Ուր եք։ Արա լավ, Արշակին տնենք մի կողմ։ Արա Աբրահամյան։ Արշակը կարող է տրանսպորտի փող չուներ։ Դու էլ միլիարդատեր տղա։ Դուր էիր։ Ընդեղ չէ։ Մենակ այն պիպոին էի գրգել։ Այն էլ գլխարկը քաշած եկել, դե մասնատեղ ցուրտ է։ Ցուրտ է, սառնամանիքա։ Քաշած եկել էր, հուսած մի քիչ գրաղոտ կազմակերպում էր, էլի ինքը, տենց կազմակերպչական գործունեություն էր անում։ Իրանց շիստորկեկին Ես արա եզրած բան ղրգել էին, ասել են ոչմ պիպոն ընդեղ կուրարության կանի, իրան կենթարկվեք, դավայ, կելեք։ Հիմա ես տեղ նստած, ով վստահ գիտի, ցանկացած մեկը գիտի, թե Ռուսաստանում ոնց է։ Ես խի պիտի չկարծեմ, որ դա հենց FSB-ի թույլ հատուկ թողտվությամբ է լինում։ Պիտի տես չմտածեմ, մի հատիկ, չեմ ասում 3 հատ պատճառ բերեք, առասարակ 3-ից են ասում, մի հատիկից եմ ասում։ Մի հատիկ պատճառ բերեք, թե խի տես չպիտի մտածեմ։ Առավել ևս, որ դա հենց տենց էլ կա։ Вообще-то FSB-ն ձեզնով է Հայաստանի դեմ աշխատում։ Ձեզնով։ Սա կատարյալ ճշմարտություն է, էլի։ Սա կռուտիտի տեղ չունենք։ Արա Աբրամյան հատկապես դու դեռ գիտես որ ժամանակներից ինչքան հիշում եմ, դու այդ ժամանակ նոր փորձում էիր դառնալ
հայերի միության նախագահ, դա երկար տասնամյակներ առաջվա բան եմ ասում։ Ախր ձեր անձամբ խոսակցություններից, անձամբ ունեցած խոսակցություններից մարդիկ կան, ծանոթներ կան, հասկանում եք։ Շատ պատվարժան մարդիկ ընդ որում, կամ նրանց ընտանիքի անդամներից, որովհետև նրանցից ոմանք տարիքից ելնելով մահացել են, շատ մեծ ամագ ունենալով Հայաստանի համար 90-ականներից։ Դու վերբովկա եղած ես FSB-ի կողմից, դու դա փաստ է։ Դու նվիրյալ ես FSB-ի, կոնոմանին այդքան վերբովկա էլ չեն անում, այդպես։ Առաջարկով ընկնում է տեղը, պրյամոյ առաջարկով։ Հասկանում ես։ Եզրաս։ Ոնց դարավ թեմի առաջնորդը։ Փրկենք իմը Աչապայանին ու Գալստանյանին, չէ՞ որ նրանք մինչև հոգու խորքը ծառայել են Ռուսաստանի համար։ Միջայլոց ներողություն ժողովուրդ ջան, վատ առողջ եմ։ Միջայլոց ռուս խաղաղապահներին նորմալ դիմավորեցիք, երբ որ հետ եկան։ Արցախը հանձնած թողած փախածներին նորմալ դիմավորել եք։ Հələ ոչ մի մեծահարուստ հայ Մոսկվայի որևէ փողոցում այդ մի քանի մեռած խաղաղապահների հիշատակին ինչ որ արձան, մարզան չի ֆինանսավորել, որ կանգնացնեն, որպես հայ ժողովրդի կողմից երախտագիտության նոտա։ Չէ՞, միտք եմ տալիս։ Տեսեք, ինչ տիպի միտք եմ տալիս, որ կարեք այսպես առանց յուղվելու մտնեք FSB-ի հետևը։ Դիմում եք, ասում եք, մենք քանի որ Արցախում 4 կարծեմ խաղաղապահ զոհվեց հայերի կողմից Արցախ էթնիկ զետնման ենթարկելու ժամանակ ցանկանում ենք ֆինանսավորել, որպեսզի Երևանի, բանի Մոսկվայի, որ փողոցը, չգիտեմ, մխատի վրա մի հուշակոթող կանգնացնենք, որպես երախտագիտություն համայն հայ ժողովրդի կողմից։ Դիմեք, իմ կարծիքով FSB-ն շատ մեծ երախտագիտությամբ ու սրտի թրթիռով է սպասում այդ օրվան, որ դուք դիմեք։ Կարող եք Պրիամո Զախարևային դիմել։ Օրական բրիֆինգ անում եք, իրան դիմեք։ Ինչի ոչ մեկից չտեսանք։ Այդպես լավ է, ինչ ասես, ինչի եմ հարցնում։ Խեմ հարցնում, ինչու ոչ մեկից չտեսանք էթնիկ զտման ժամանակ Արցախի դեսպանատան մոտ միտինգ անելուց, եթե չեմ սխալվում, Քեթյանն էր միայն, մենակով միտինգ էր անում մարդը, եթե չեմ սխալվում։ Թե որտեղ էր Իրանը, լավ չեմ հիշում, պետք է վերանայել, որպեսզի չսխալվեմ։ Ամեն դեպքում, ձեզանից որևիցե մեկին ինչի չտեսանք։ Այս հարցը չպիտի տանք։ Մենք միանգամից պիտի իմանանք, որ մենք Ռուսաստանի ազդեցիկ, աշխարհի ամենաազդեցիկ հայկական համայնքը եւ ամենաազդեցիկ եկեղեցին չուներ այդքան որ եւ վախեցավ, ուրացավ Արցախից էթնիկ տեղահանվող ժողովրդի համար գնալ եւ բողոքի ցույց անել առնվազն Ադրբեջանի դեսպան, լավ, Ռուսաստանում մակի գրասենյակի առաջ, բայց Ռուսաստանում կամ Ռուսաստանում որևիցե տենց միջազգային կառույցի առաջ։ Նշանակել Ուկրաինայի վրա չէր արձակվել միջև։ Հա, չէ, արձակվել էր արդեն։ Բայց հիմա էլ ագնում պատերազմը։ Դուք ուրացել եք։ Ձեր կաշին ավելի թանկ է եղել։ Հիմա դուք այդտեղից նստած, այստեղ ես ինձ բան կարևոր մտքեր ու գենիալ մի այդպես բաներ եք էլի սպրտում։ Այս ամեն ինչի մեջ ամենազզվելին գիտեք որն է։ Ամենազզվելին այն է, որ դուք այդ ամեն ինչը փորձում եք ներկայացնել որպես հայրենասիրության դրսևորում։ Դուք ձեր բալեկին մի ամբողջ հետևորդների բանակի, հա, ձեր պարագան բացատրում եք, որ դա հայրենասիրություն է։ Այսինքն շարունակում եք ցեղասպանել հայ մարդու մեջ հայկական, իրական հայկական բարոյականությունը։ Ամենազզվելին այդտեղ է։ Տականք եք էլի, տականք։ Իմիջայլոց, ժողովուրդ ջան, ես ձեր օգնության կարիք ունեմ։
Ուրեմն կա մի եթիմի վաստակ, ով ներկայանում էր ինձ որպես Շիրակ հյուրանոցի տեր։ Հիշեցնեմ, խոսքը Եղյանի մասին չի, տնօրեն է հանդիսանում Եղյանը, չնես չգիտեմ, կարող նաև տերն է։ Ես խնդրում եմ ինձ օգնեք։ Եվ այս հատվածը հատկապես խնդրում եմ կտրեք եւ տարածեք, ովքեր կարող են։ Ուրեմն Սմբատ Հովանեսյան։ Այսպիսի մի օրնիկի ծնունդ։ Սրբապիղծ, ով ապրում է Ղազախստանում։ Ով որոշել էր ինձ կեղտոտ ձևով վիրավորել ու սպառնալ անգամ։ Ես խնդրում եմ Ղազախստանում հատկապես ապրող իմ հայ իմիջիայլոց ներկայացել է նաև, որ պատերազմի ժամանակ շատ ինքը սնունդ է տարել Արցախ, չգիտեմ ինչեր դրա համար ստացել է շնորհակալագրեր եւ այլն, չգիտեմ ումոնց կողմից։ Ես խնդրում եմ Ղազախստանում ապրող իմ շատ սիրելի ընկերներին, հայրենակիցներին, եթե ճանաչում եք նման անձնավորության ու կարող եք որևիցե տվյալ նրա մասին հաղորդել ինձ, անչափ շնորհակալ կլինեմ ձեզանից։ Իսկ նրանք ովքեր իմիջիայլոց ոնց որ Լենականի բարբառով է խոսում, ոնց որ թե, որովհետև գրելուց եմ տեսել, խոսելուց, բայց գրելուց էլ այդ է զգացվում։ Կարող է սխալվում եմ, չգիտեմ։ Այնուամենայնիվ խնդրում եմ ձեզ ժողովուրդ ջան, եթե ճանաչում եք այդ Սմբատին, խնդրում եմ որպեսզի ինձ այդ հարցով օգնեք։ Ինչի համար շատ շնորհակալ կլինեմ։ Չէ, ես չգիտեմ սուտ ասում, ճիշտ ասում, անգամ ինչ որ հերթական սռոկից է խոսում, ես չգիտեմ ով է ինչ, ինձ բաբշե չի հետաքրքրում։ Ես հասկանում եմ, որ նման անգամ եթե հյուրանոցի տերն է, դա շատ ավելի վատ իր համար, որովհետև ես որքան ունեմ տեղեկություններ, 2008 թվականի մարտի 1-ին այդտեղից նույնպես կիլլերը աշխատել, եթե ոչ կիլլերներ, բայց կիլլերը աշխատել է։ Չգիտեմ, քիա գտնվում Ղազախստանում, բայց շատ է երազում, որ գարնանը գա ու ամեն կերպ աջակցի, որպեսզի Հայաստանում գիշանգղները հաղթեն ընտրություններում։ Առհասարակ բոլոր տեսակի խուժան խուլիգանները աջակցելու են 26 թվականին, ոչ թե որովհետև հայրենիքի դարդով են, այլ որովհետև ուզում են էլի վերադառնալ այն ժամանակները, որտեղ որ իրենք օրենքից վեր էին։ Սա է խնդիրը։ Իմիջիայլոց ասեմ ձեզ, այս վերջերս այս Նարեկը Կարապետյան սկսել է ինձ դուր գալ։ Ինչ իմաստով։ Ինքը նախ բավականին պարզ է ներկայացնում իր ապուշությունը, իր ապուշ լինելը։ Շատ պարզ ձևով ներկայացնում է իր բոլոր Հայաստանի Հանրապետության դեմ սուտ մեղադրանքները։ Շատ պարզ ներկայացնում է նաև, ինչ ամենակարևորն է, որ իրենք ցանկանում են տերը լինել Հայաստանի, ոչ թե ղեկավար, այլ տեր։ Գյուղերում զավոդներ բացենք, բան, դպրոցն ինչ եք անում, իշների տապետ, ճամփեն ինչ եք անում, գժվել եք, դուք աշխատեք, առավոտը 6-ին գործի, 6-ին տուն։ Այսքան այսինքն բոլորը պիտի լինեք ճորտի կարգավիճակում։ Իսկ ոնց եք կարծում, եթե նրանք լինեն երկրի ղեկավար ու կառուցեն ձեռնարկություններ, որտեղ որ դուք կաշխատեք, այդ երկրում ուրիշ մեկը կարող է այդ ձեռնարկություն բացի բնականաբար ոչ, որովհետև իրենք օրենքից վեր են ու առատ կկարենան։ Ոնց էր մի ժամանակ մինչև 18 թիվը, շատերը մոռացել են։ Մի 40 ընտանիքի ձեռներ սաղ, մոնոպոլիա գնա գալիս եմ։ Չնայած ես այստեղ առիթից օգտվելով եւս մեկ անգամ կառավարությանը հուշեմ, որ եւ շատ հարգարժան վարչապետին նույնպես, որ ասում եք Հայաստանում մոնոպոլիա չկա, ես ասում եմ ձեզ, կա, դուք բավականաչափ չեք կենտրոնացել։ Հայաստանում կա մոնոպոլիա եւ դա փաստաբանների պալատն է։ Իմիջիայլոց փաստաբանների պալատը նույնպես ֆինանսավորվում է պետությունից, այսինքն հարկատուներից, ովքեր որ բոլորով կանգնած են նախկին ռեժիմի կողքին, նրանց հանցագործներին արդարացնելու գործին են լծված, որևիցե հասարակ շարքային քաղաքացու գործին այսքան sense սրտացավ չեն վերաբերվելու, նրանց մենք ենք վճարում, պատկերացնում եք ժողովուրդ։ Եվ այն փաստաբաններն էլ, ովքեր որ
այդպես չեն աշխատում, միևնույն է վախենում են բարձրաձայնել, կամ խուսափում են բարձրաձայնելուց, որովհետև շատ լավ գիտեն, որ հնարավոր է միացած կինո սարքեն, լիցենզիայից զրկեն, որովհետև լիցենզիան տվողը իրանք են, եկեք միասին գուշակենք, ուրեմն ինչով պիտի զբաղված լինեն իրենք։ Իմիջայլոց, Հրանայր Թովմասյանի գծած սահմանադրությամբ էլ լավ էլ պաշտպանված են ոնց որ թե։ Նաև սրա համար չենք ցանկանում երևի սահմանադրություն փոխենք, որովհետև թուրքերն են պարտադրել այս սահմանադրությունը, մեզ սա լավ իմացեք։ Սա պետք է փոխել։ Ընդդիմությունը ասում է, «Օ, թուրքերը պարտադրում են, որ մենք սահմանադրություն փոխենք»։ Ոչ, թուրքերը արդեն պարտադրել են եւ դուք արդեն փոխել եք սահմանադրություն, որովհետև մեր սահմանադրությունով երկիր կառավարելը ու զարգացնելը գրեթե անհնար է։ Պետք է շատ բաներ համապատասխանացվի։ Մոտավորապես այսպես ժողովուրդ ջան, եթե ուզում եք մի երկու բառ կարող եք դուք հարցուփորձ անեք, թեմա առաջարկեք, մի երկու բառ այդպես զրուցենք, եթե դեռ չեք քնում։ Բայց վաղը ես Նարեկ Կարապետյանի մասով մի վիդեո ուզում սարքեմ, այս վերջին իր ելույթին նվիրված, Սյունիքի մարզի հետ կապված հատկապես, գուցե շատերին ականջահաճո բան է ասել, բայց ես ցույց կտամ, որ դրանք միայն ականջահաճո բաներ են։ Իսկ իրականության մեջ ամեն բան շատ ավելի վատ է։ Ինչից խոսանք ժողովուրդ ջան, ինչ կա, չկա, ասեք, մի երկու բան էլ դուք ասեք։ Դե մի կարող է եւ գան, մարդ ասում է, հազիվում ենք ոտքի կանգնենք ուր գա։ Կարող է եւ գան, որովհետեւ օրինակ, ճիշտ է, թիմ ընտրությունները համապետական ընտրություններից հոգեբանական առումով տարբեր են, բայց այնուամենայնիվ ես այդպես պիտի ասեմ, դեռ էլի կասեմ, որ արդեն շատ մեծ գումարներ ծախսվել են, որպեսզի ամենալավ տեղերի տարածքները դառնան այդ խալխի ձևովի շտաբերը, ընդ որում անես պայմաններով են վերցրել գնա գալիս եմ, ասենք մի 300,000-նոց արենդա պարունակող տարածքը 800,000-ով խոսքի կարող վերցրած լինեն ու մինչև սեպտեմբեր էլ պայմանագիր կապեն, պատկերացրեք, այսինքն ինչ-որ մի պայք Սամվեստին ուր քայլեք Սամվել Կարապետյանի նկարներ տենալու կամ նրանց առաջարկած տեխնացուի չգիտեմ։ Մեծ միլիոն, իսկ դա ազդում է, ուզեք չուզեք ազդում է, սա մեկ, երկրորդ։ Թիմ ընտրություններում տեսեք, բոլորս ասում ենք, չէ, հա, բա ռուսո բանը, Բերմյակով, Էսկոմենկով, բայց Գյումրին ինչ արեց։ Գյումրին իհարկե մեծամասնությունը ձայնը տվեց 37% ԿՊ-ին, ցավոք սրտի Եվրաքվեն չանցավ, նրանց գրեթե ձայն չտվեցին, 4%, դա դաշինքի պարագայում մի քիչ ավել է պետք։ Եվ անցան 4 նախկինների կուսակցությունները, որոնք իրար գումարելով 50+ կանգնեց։ Հետո շատ գյումրեցիներ զանգում են, «Աբջան, ասեք, բա ինչը խսպես եղավ, բա ինչը խմպես եղավ»։ Կամ ինչ ենք հասնում Գյումրի։ Եկեք Երևանից խոսենք։ Երևանից խոսենք։ Երևանում ինչ եղավ։ Ընտրություններից հետո գիտեք ինձ ինչքան մարդ է զանգել։ Ախպեր ոնց թե դոգա անցավ։ Դուք եք ընտրել։ Մենք ենք ընտրել, ապա երևանցիներով։ Երևանցիներով։ Եվ հազիվ հնարավոր եղավ ունենալ գոնե կպես բան, քաղաքապետ։ Հազիվ ծերին, մի քանի 10 քանի ձայնի տարբերությամբ։ Ոչ մի պատկերացեք Երևանում դուք հավատում եք, որ մի sense գործեր եք տեսնելու, անելուց։ Իհարկե, որոշ թերություններ կան, խնդիրներ, հարցեր, խնդրեմ, ես սիրով ինքս բարձրաձայնողներից մեկն եմ։ Բայց ընդհանուր առմամբ պետք է ասել, որ ահռելի աշխատանքներ են տարվում Երևանում։ Ահռելի։ Եվ դեռ սկիզբը չի երևում, ուր մնաց վերջը երևա։ Սկիզբը էլ չի երևում։ Այդքան հերն անիծած է։ Բոլոր քաղաքապետների ժամանակ դուրս են գալիս չէ, որ այ հեղեղատարները չեք բացում որպեսի, օքեյ, կան կամավորներ օրինակ, ովքեր որ գործունեություն են ծավալում, ապրեք դուք։ Բայց մյուս կողմից էլ ասենք, որ այդ հեղեղատարները բոլոր ժամանակների ձեր քաղաքապետերի թուղթվությամբ, չիմացությամբ կամ իմացությամբ կացվել կանալիզացիաներին, առհարակ սարակ սվարկարվել է ծերից փակվել, ընծերից փակվել, մեջտեղը մի հատ բուտ կա դրվել։ Եվ այլն եւ ես ասում եմ հեղեղատար։ Ու ինչքան արդեն խողովակներ են փոխվել, ու ինչքան էլ դեռ փոխվում։ Իմիջայլոց 3 տարածվում էր մեզ մոտ Ստեփանովի վրա, ջուրը հելել գնում էր։ Ինչ էր անում, բոլորը վարչական շրջանի այս է ցավոտ, բա վիոլա ջրինն է։ Վիոլա ջրինն է։ Ես ասում եմ, եթե չեմ սխալվում, 18 թվականն էր, ես ներկա եմ մի խոսակցության, որտեղ որ ռազմավարական ծրագիր կազմելու համար նախընտրական քննարկում էր գնում, թե հանրությանը կարելի է խոստանալ, որ գոյղագծերը ամբողջովին Երևանում կթարմացվեն։ Դե բնականաբար որ խոստանան պիտի անեն, չէ՞, ասենք որ դաշնակները կամ հարապետականները չեն խոստանան չանեն, կամ սկի չխոստանան էլ։ Բայց որոշեցին մտ հաշվարկ անեն, հասկանան, թե խոսքը ինչ ծախսի մասին է, կարող են նման բան խոստանալ, թե չէ։
Գիտեք խոսքը ինչ ծախսի մասին էր։ Որպես Երևանի միայն կոյուղագծերը վերեն թույն վիճակի։ 3-4 միլիարդ դոլարի մասին էր խոսքը։ Բնականաբար հրաժարվեցին այդ ծրագրին, որոշեցին մասով քիչ-քիչով զուգահեռ պիտի արվի, որովհետև երբեք չէր արվել։ Երբեք սովետի վաղ էլ շատ բան չէր արվել, ոչ թե մենակ սովետից հետո, այլ սովետի ժամանակ էլ շատ բան չէր արվել։ Պատկերացնում եք։ Էդուարդ Մնացականյան, ախր երևանցիները հեչ բողոքելու բան չունեն, ուղղակի որ գան Լոռու մարզ, ընդամենը մի ժամ քայլեն քաղաքներով ու տարբերությունը կզգան, որ իրենք բողոքում են, ես որպես լոռեցի քիչ եմ մնում, ինձ գցեմ դեբետը։ Չէ, Էդուարդ ջան, դեբետը գցելու կարիք չկա, բայց ասեմ, ես երեք եմ եղել Վանաձորում, օրինակ ու առհասարակ Լոռու մարզը իմ ամենասիրելի մարզերից մեկն է, իր բնությամբ։ Բայց տես ինչն է խնդիրը, կոնկրետ արի շրջկենտրոնից խոսենք, Վանաձորը, Հայաստանի 3-րդ քաղաքը։ Բայց ձեռնարկություններով երևի թե մայրաքաղաքը, հա, կարելի է ասենց ասել։ Սովետական միության ժամանակ։ Ինչ ենք մենք արել։ Մենք այդտեղ մեղավորության մեր բաժինը ունենք։ Հիմա Լոռու մարզում քանի բնակիչ է ապրում, քաղաքացի։ Վանաձորը, որ 3-րդ քաղաքն է, 100,000 քաղաք մարդ ապրում։ Տեսեք ինչ ահռելի տարբերություն կա 3-րդ քաղաքի ու մայրաքաղաքի միջև։ Ինչ ահռելի տարբերություն պիտի լինի։ Լավ, կրկնակի թող լինի։ Բայց չի կարա sense 1-ին 10-ով լինի։ Ու այդքանից հետո ընտրությունների ժամանակ վանաձորցիները ինչ ընտրեցին։ Ինչ ընտրեցին։ Էլի ընտրեցին այն, ինչի մեջ ապրել են։ Մի 20-30 տարի։ Ես այսօր աշխովս ընկավ, այսօր էլ թերեք աշխովս ընկավ Արեն Մկրտչյանի տեսանյութը 35 միլիոն դոլարի մի տարվա համար։ Գիտես, ես մի քիչ կասկածում եմ, որ կկարողանան այդ փողը ծախսել։ Իհարկե ցանկությունը մեծ է, այդ ծրագրերը ինչ որ ներկայացրել է անել, բայց ես կասկածում եմ, ոչ թե կասկածում եմ, որ իրենք կթերանան, այլ ես կասկածում եմ, որ այդքան աշխատուժ կլինի Վանաձորում։ Մարդիկ լոդարացել են։ Սա մեկ։ Ունեմ նաև կասկածներ ավականու գործունեության վրա։ Քանի նիստ է արել մարզի ավականին, բանի Վանաձորի ավականին մինչև հիմա։ Ինչքան ծրագրեր էր օդում կախված, դու գիտես այդ 35 միլիարդը, միլիոնը նորվա բան, հա, չէ։ 21 թվականի համապետական ընտրություններից հետո այնքան փող է կախած եղել Վանաձորի համար։ Կոնկրետ Վանաձորի ես շրջկենտրոնի մասին եմ դեռ խոսում։ Ոչ դիմողը կար, ոչ վերցնող գործանողը։ Ես գիտեմ։ Որ ասում եք, որովհետև ինձ շատ էին մարդիկ դիմում։ Ես դիմում եի կառավարություն, ասում եմ, ախպեր մարդիկ, ուսած բողոքներ ունեն։ Այդ ցավը տանեմ, ասում եմ, բան կա, բյուջե կա հատկացված։ Անկախ իրանցից ծրագիր թող բերեն, փողը կա։ Օդի մեջ է, չեն գնում քվեարկեն, որ հաստատվի։ Չեն գնում, սաբոտաժ են անում, բայց ինչ են անում դուրս գալուց մարդկանց։ Արա այս Նիկոլը տեսակ որ էլի բան չան։ Խնդրեմ, դրա համար էլ Վանաձորցիք ասում են ախպեր, հեղափոխությունը մեզ չհասավ, 3-րդ քաղաքն է։ Ես էլ սա բացատրում եմ, ասում եմ, այս հավները տանեմ։ Դրած է, փող օդի մեջ կախած է։ Կախած է։ Իհարկե, մենակ կառավարության հատկացումը չի, նաև համայնքի ղեկավարից է շատ բան գալիս։ Օրինակ, այդ իմաստով ես անկեղծ պիտի ասեմ։ Ավինյանը շատ ավելի շուստրի է, որովհետև ինքը աշխատել է փոխվարչապետ, ինքը շատ լավ գիտի կառավարության ներսի կառուցվածքը։ Ինքը կարողանում է ինչ-ինչ ձևերով հասնել նրան, որ ավելի մեծ գումար բերի։ Դրանք տես չէ, որ կառավարությունն ուշում Երևանին էս կան, նրան էս կան, սրանք բազմաթիվ քննարկումների արդյունքում են տեղի ունենում։ Թե ինչ դոնոր կազմակերպություններ կան, ինչ մի խոսքով այդ կողմից շատ լավ գիտի։ Ու կարողանա։ Այսինքն համայնքի ղեկավարից նույնպես շատ բան է կախված, որ կարողանա հստակ ներկայացնել ինչի համար է պետք, որքանով է դա առաջնային եւ այլն, մի խոսքով, քերի էլի։ Ես այն ժամանակ Պապոյանը բան էր, պատգամավոր էր ազգային ժողովում, բանի, հանձնաժողովի նախագահն էր, չէ, էկոնոմիկայի տնտեսական բան։ Ես իմ աշխում եմ տեսել։ Աշխում եմ լսել Ավինյանը ազգային ժողովում Պապոյանից հետ էլի թեմայի ուզում գցել տեղը, որպես Երևանի համար մի քիչ շատ բան էլի հատկացնեն։ Էլի այդքանից հետո ընդեղել էր մտել, ոչ միայն կառավարություն ընդեղել էր մտել։ Սա համայնքի ղեկավարի գործառույթն է։ Մյուս բանը նույնը մարզպետերի, նույնը գյուղապետերի ախպեր։
Գյուղապետերի Հայաստանում գյուղապետերի 90%-ը չգիտեն իրանք ինչ արտոնություններ ունեն, ինչ իրավունքներ ունեն, ինչեր կարան անեն ըստ բանի իրավունք այդ կանոնադրության եւ ինչ որ կանոնադրությունից էլ ավել դուրս չգիտեն եւ բոլորը գնում են այս պարագայում հարմար որողականության արա հարմարվենք չկա այդ չլինելու է խմում եմ մանվեր ջան հեսա պրիտոմ գոլ ջուր եմ խմում ապեր դրա համար անդուր որտե սառաջուր չի կարելի չէ ասում են գոլ ջուր խմում Էտա նույնը բոլոր մարզերում բոլոր բայց այսօրվա դրությամբ օրինակ տեսնում եք Գորիսը ինչ է դարձել Գորիսը շուտով դառնալու է Հայաստանի թիվ 1 տուրիստական ուղղություններից մեկը որովհետև այնտեղ սկսում է դառնալ հաճելի ապրել ընդ որում իրանք այնտեղ շատ լավ լուծում են գտել ես սրան միշտ կողմ եմ եղել որ ամեն քաղաք իր կոլորիտը պիտի ունենա դու պիտի աշկերտ քեզ հենց բաց են մի հատ քաղաքում դու ասես նայես պատկերացնես դու որ քաղաքում ես հիմա հասկացաք Կապանը ես բարձրապես սիրալել եմ արդեն Կապանի վրա դե ժամանակ ես չէ ուզում մեղքս ափսոսս գալիս էր իմ ընկերներից քանիսի հետ են կանգնել այդ գետի ափին քաղաքի կենտրոնում ու ասել են կարա խիասն զիբիլյանոց Բայց այսօրվա դրությամբ ինչ է դառնում նույնը Վանաձորը կարող լիներ Բերդ համայնքը ինչ է արվում Բացի այն որ ասենք ենթակառուցվածքների կուր, այսինքն որը կառավարության կուրացիայի տակ արվում, որը համայնքի կուրացիայի տակ ոչ մի բան չի արվում։ Ոչ մի բան։ Բացարձակ ոչ մի բան։ Այդ ճկնախ վայրը։ Իհարկե սահմանամերձ գոտիները դարձյալ կառավարության ծրագրով որոշ բաներ էլի կա։ Բայց համայնքների ղեկավարները Դե որովհետև երևի աշխատելու ձևը չգիտեն, ես չեմ ուզում ասեմ, չեն ուզում։ Բայց ամեն առավոտ 6-ին 7-ին տաքսով Վանաձորից Երևան աշխատող ուժ է գալիս, նույն մարդկանց երեկոյան 8-ին 9-ին հետ են բերում, ու որ նայում ես արդեն աշտարակի կամուրջից պրոբկայով մտնում են Երևան։ Աստված տա, որ ստացվի այդ նույն աշխատողները հենց իրաց տան մոտ աշխատեն, որովհետև ես կարծում եմ, որ մարդը, տեսեք, գործի գնալ գալու վրա ծախսվող ժամանակը Հենց համայնքի ղեկավարի խնդիրն է։ Սա Երևանի մակարդակով ասեմ։ Քաղաքապետի խնդիրն է ին գործի գնալ գալու ժամանակը կրճատելը։ Հետևաբար խցանումների դեմն առնել է, հասկանու՞մ։ Էլ չասեմ որ հերոտ ճանապարհը լինի, ինչ է ստացվում, հələ դա իրավունքի հարց է դառնում այստեղ։ Ընդհանուր մինչև իրավունքի հարց է դառնում։ Բացի այդ որ մարդը դա ինչի է այդպես, որովհետև ընտանիքը պիտի ժամանակ անցկացու չէ ընտանիքը։ Հիմա եթե մարդիկ Տիրովականից գալիս են, նու կներես Վանաձորից գալիս են Երևան աշխատում են հետ են գնում, ժամ ու կես 2 ժամ գնալը 2 ժամ գալը, չէ՞, հետա 2 ժամ ու կես չէ 2 ժամ 4 ժամ իրանք բացակայում են ամեն ձև բացի իրանք աշխատանքային ժամը բայց ինչ են այսքան բան անում որ արտերկրում կամ հատկապես Ռուսաստան գնացած մեր շատ սիրելի այրնակիցները խոպանչիները գոնե գան ստեղ աշխատեն որովհետև ընտանիքը նույնպես այդպես վարի է գնում հասկանում եք նույնպես վարի է գնում ինչը նույնպես ազգային անվտանգային խնդիր է մեկը մյուսի հետ փոխկապակցած գնում է եւ շատ ավելի լավ կլինի բնականաբար որ Վանաձորում այդ ծրագրերը կյանքի կոչվեն բայց որպեսզի կյանքի կոչվեն անհրաժեշտ է որ ավականին նիստ անի ու հաստատի մարզպետի առաջարկը եւ կառավարության առաջարկը որպեսզի սկսվեն աշխատանքները Սա բաներ կա Մի խոսքով Ժողովուրդ ջան ինչպես եւ խոստացել էի դեռ ինչ-որ սենսացիոն եթեր չէր պարզապես նաեւ երկար ժամանակ եթեր չանելուց հետո ցանկություն առաջացավ զրուցելու եւ այո էջը մի փոքր դարձյալ ակտիվացնելու ինչը հնարավոր է ձեր միջոցով եւ այդ խնդրանքով դիմում եմ ձեզ որպեսզի ամեն դեպքում տարածեք որովհետեւ իմ էջի ակտիվությունը ինձ պետք չի իմ էջի ակտիվությունը պետք է բոլորիս չես իմանա երբ ինչի անհրաժեշտություն կառաջանա իսկ մենք սրանով շատ հարցեր լուծել ենք որոշ հարցեր չենք լուծել բայց շատ հարցեր լուծել ենք ու էլի ցանկանում ենք լուծել այդքանով կարող եք օգտակար լինել շնորհակալություն բոլորիդ ժողովուրդ ջան լավ մնացեք ամեն ինչ շատ լավ է լինելու
Բարի գիշեր ձեզ։